կապվեց Արտուր Սարգսյանի խափանման միջոցը, մենք տեսանք, որ պարոն միջնորդություն ներկայացրեց առհասարակ այլ խափանման միջոց կիրառելու մասին, ինչ եք սպասում այսօրվա դատական նիստից։ Ես չեմ դադարում կրկնել, որ ես ոչինչ չեմ սպասում այս դատական պրոցեսից։ Իմ համար այս դատական պրոցեսում որևէ գործողություն անգործություն կապված չի իրավունքի եւ արդարադատության հետ ու չի կապվում այդ տրամաբանությունից։ Իրանք պայմանավորված են ըստ նպատակահարմարության, ըստ այլ մոտիվների, որոնք մենք կամ մեզ հասու չեն, կամ ինչ մոտիվներ պիտի սովորեն։ Մենք ի սկզբանե ասում ենք, որ այս ամբողջ գործը ունի քաղաքական նպատակ եւ քաղաքական նպատակը հաստատվում է մի 18-րդ հոդվածով, այսինքն քաղաքական պրոցեսներից մեկուսացնելու նպատակով։ Մենք հասկանում ենք, թե երբ իրարվեց այս խափանման միջոցների ձերբակալությունները ամռանը, դրան հաջորդեցին մի շարք բուռն քաղաքական իրադարձություններ եւ այդ իրադարձություններին արձագանքը կանխելու համար եւ նաեւ ըստ էության ինչը որ այս խնդրու առարկա գործողություններն են, հենց այդ նույն փողոցային պայքարը կասեցնելու համար էլ հարուցվել է այս շինծու գործը։ Հետևաբար այս պարագայում, այսինքն 18 հոգի են, բոլորի նույն մեղադրանքն է առաջադրված, միշտ այս մասին պաշտպանները եւ մեղադրյալները, այսպես ասած արդարները բարձրաձայնում են, որ եթե լավ իրականում կար այդ գործը ու իրականում այն ինչ որ գրած է, ասուցնել բանի այդ կալանքի ենթակա էին կամ 18-ն էլ ահաբեկի չէ, ուրեմն կամ պետք է 18-ի նկատմամբ էլ կիրառվի նույն խափանման միջոցը բոլորի մասնակցություն, կամ պետք է 18-ն էլ օրինակ ինչը որ մեկի նկատմամբ է կիրառվում, մյուսների նկատմամբ եւս կիրառվի։ Հիմա դուք ինձ փորձում եք ասեք, թե ես այօնակ Սարգսյան Արտուրի համար ինչ-որ բան ուրիշ եմ ակնկալում, քան Լիդիա Մանթաշյանի կամ Վահագն Չախալյանի կամ Բագրատ Սիրխազյանի, ոչ, որտեղ ես ցանկացած իրավաբան կարդալով այդ մեղադրանքները պետք է ասի, որ պետք է ուրեմն բոլորի հանդեպ նույն մոտեցումը։ Տիկին Սողոյան նախորդ դատական նիստի ժամանակ դատավորը ընդառաջ գնալով այս հանրային ճնշումներին փոխեց Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը, սակայն նույն համատեքստում Չախալյանի խափանման միջոցի այդ հայցունում մերժվեց դատանը, չփոխեց նրա խափանման միջոցը ու տեսանք, որ օրեր հետո Արտուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց։ Ինչով է այս process-ը պայմանավորում։ Էլի եմ ասում, եթե կա որոշակի հանրային ճնշում, միջազգային ճնշում, միջազգային օրինակ կարող է դա այնպիսի ճնշում է դիվանագիտական ուղիներով, որը մեր համար տեսանելի չէ, այսինքն դիվանագիտական ուղիներով, եթե նույն օրինակ բողոքի ցույցերը քաղաքապետարների մասով տեղի են ունենում օրինակ ամեն շաբաթ Ամերիկայի դեսպանատան մոտ կամ ԵՄ-ի մոտ, այդ մարդիկ պարտադիր չի, որ հրապարակային օրինակ արձագանքեն, բայց կարող է եւս օրինակ այստեղ գործընկերներին ասեն, որ գիտեք ինչ կա, ոնց որ շատ են գալիս մեզ անհանգստացնում, կարող է մի քիչ ձեր մոտեցումները փոխել ու ինչ որ բան փոխվի այդ նպատակահարմարությունից ելնելով։